Ժողջան բարի լույս, այսօր նոյեմբերի 17-ն ենք և տեղը տեղին շուկայում խառնաշփոթ ա տիրում և եկեք հասկանանք, նախ եկեք սենց անենք, եկեք հասկանանք, թե ինչ ա կատարվում շուկայում ու ինչ կարանք դիտարկենք ու սպասենք։ Նախ և առաջ ուզում եմ ներկայացնեմ ձեզ հետևյալը, որ շուկան ինքը ինչքան էլ վախենում ենք այս պահին, որ հեսա վсё աշխարհի վերջն է եւ այլն, աշխարհի վերջը չի։ Տեսնում եք, որ այսենց իջնում է, բարձրանում է, իջնում է, բարձրանում է եւ շարունակում է բարձրանալ ու այս պահին իջնում է։ Այստեղ ամսական իհարկե գրաֆիկական պատկեր եմ դիտարկում, բայց այստեղ break of structure ունենք, okay։ Այստեղ ունենք մեր protected low-ը 74000-ի սահմաններում եւ հիմա գինը սկսել է իջնել։ Տրամաբանական է, որ շուկան իջնում է, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեծ գրաֆիկական պատկերով այստեղ մի հատ ունենք fair value gap ու այստեղ ունենք մեծ order block, որը որ նոր եկել է եւ կապել է, mitigation այսինքն տեղի ունեցել։ Շաբաթական կտրվածքով իմ ուսանողները արդեն իսկ լավ պատկերացնում են, որ այստեղ մենք լիքը ուրեմն լիկվիդացիոն զոնաներ ունենք, որը որ մաքրվել է ու այս պայդրությամբ լիկվիդացիոն զոնա բացարձակ չունենք։ Մեր լիկվիդացիոն զոնան այստեղ է 73000, 75000 դոլար, որը որ իմ կարծիքով մի փոքր հեռու է գտնվում, որպեսզի գինը գա այստեղ հասնի, որովհետև այսքան որ պայքարեցին, այսքան որ իջացրեցին գինը, ինձ թվում է բավականաչափ հերիք է ու միևնույն ժամանակ կարելի ասել, որ այս շարժը որ ունենք, հա, մեր swing low-ից swing high ոտքը որ կա 74-ից 126000, մենք կարող ենք նույնպես դիտարկել, որ Fibonacci-ով որ նայում ենք 0.7-ի սահմաններում է 0.6-ից 0.8 ավելի շատ սահմաններում է, եկեք կպել է 0.61 զոնան ու ըստ տրամաբանության մենք պետքա որ շարժվենք դեպի վերև, այս զոնաներից պլյուս մինուս 90000։ Այստեղ նույնպես կարող ենք դիտարկել, որ ունենք fair value gap, այս հատվածում 92000 և օրականով ունենք այստեղ մի հատ մեծ դիմանդ զոնա, որը որ դեռևս այս պահին լավ ձիգ պահում է։ Կարա իջնի ներքև մաքրի սա էլ, կարծում եմ այո, կարա, բայց միևնույն ժամանակ այստեղ այս հատվածում 92000 դոլարի սահմանում բավականին լուրջ ոնց որ դիմադրություն ունենք։ Հենց որ ես անկախ թե մարդիկ ինչ են մտածում, ինչ են ասում, որ վсё աշխարհի վերջն է, սա բիտքոյնը, սա տես ինչ ալում եւ այլ, եթե երկարաժամկետ եք այս խաղի մեջ մտել, այսինքն դուք չեք միանգամից դուրս գալի, որովհետեւ հեսա տեսեք շուկան ընկել է 120000-ից 95000, օրինակ ինչ որ քանի տոկոս է իջել 25% իջել է, երբ որ անցյալում մենք տեսել ենք, որ շատ ավելի ուժեղ դմփոցներ ա եղել ու ինքը sense tendency բարձրացել է։ Հենց որ կարծում եմ լարվելու ոչինչ չկա, ճիշտ հակառակը, եթե դուք մտածում եք կրիպտո արժույթ ձեռք բերելու, ճիշտ ժամանակը իմ կարծիքով սա է։ Սա է, որովհետև նաև մենք Crypto Fear and Greed Index-ը որ կա, այսինքն վախի եւ ագահության ինդեքսը 17 է, Extreme Fear-ը հասկանում եք, շատ ցածր է ինքը եւ վերջին անգամ որ եղել է, այսինքն ապրիլին եւ այլն, տեսնում եք, լինելու պես թռավ վերև գինը։ Հիմա 17 ենք էլի ու նույնպես բարձրանալու է։ Հետևաբար այս զոնայում կարող ենք դիտարկել դեպի վերև, միանշանակ կարող ենք դիտարկել։ Կարող ենք նաև դիտարկել, որ RSI-ը արդեն oversold վիճակում է, այսինքն գերվաճառված վիճակում է, եւ ցանկացած
պոտենցիալ ուրեմն զոնա կարա իրեն վերև բարձրացնի ու բավականին լավ վերև, տեսնում ենք այս պահին, որ ինքը բարձրանում է ու այս զոնան, որ նկարագրել էի խմբիս համար, փաստացի պահում է։ Նաև պահում է, որովհետև մենք լիքը լիկվիդացիոն զոնաները այստեղ, ինչպես որ ասացի, ունենք մաքրվել է ու էլ ներքև իջնելու ընդհանրապես միտումը չկա։ Նենց որ պանիկայի մատնվելու փոխարեն ես համենայն դեպս շատ սառնասրտորեն եմ մոտենում հարցին ու չկա բացասական լուր, նորություն, բացարձակ չկա։ Սպառնում է միայն Վենեսուելային, Կոլոմբիա, տոլի Վենեսուելային խփելու հետ կապված, Տրամպը մնացած ամեն ինչը դրական է։ Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորվել է, այստեղ 22,000-ից որ ընկավ, այդ ժամանակ չկար վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0,25-ով, այսինքն էլի նույնպես լավ է, դեկտեմբերից սկսած արդեն իսկ ավելի շատ փող է լինելու շուկայում, որովհետև Ֆեդերալի ռեզերվը նույնպես այն ինչքան գումար, որ ավելցուկ էր հետ էր վերցնում շուկայից, հիմա շուկայում ավելի շատ գումար է լինելու, երբ որ շուկայում ավելի շատ գումար է լինում, ավելի շատ ռիսկային ասետներին, այսինքն բիտքոին եւ այլն, գործիքներին ավելի լավ է, okay? Եվ քանի որ բացասական ոչինչ չունենք ու շուկան անընդհատ ընկնում է, ինձ մոտ սա ակնհայտ մանիպուլացիոն, ուրեմն խաղ է, ու եթե 4 ժամանոց գրաֆիկ անենք դիտարկում, տեսնում ենք այստեղ ակնհայտ նույնպես դիվերգենցիա դեպի վերև, այսինքն 99-ից 93,000 դիվերգենցիա ունենք ու բարձրանում է։ Եթե սա դիտարկում ենք, նաև կարելի ասել, որ այստեղ շատ մոտ է, չգիտեմ, մարդ կա, որ կընդունի, մարդ կա չի ընդունի, բայց այստեղ նույնպես կարելի է դիտարկել, որ եթե 96-97,000-ից վերև բարձրացավ, ժամանոց չոչ միայն նշանակ ունենք ու 4 ժամանոցը կարելի է նույնպես internal-ով դիտարկել, բայց եթե ինչ իրական մեր protected high-ը այստեղ է $107,000։ Կբարձրանա այսքան, իմ կարծիքով այո կբարձրանա, դուք ինքներդ պետքա որոշում կայացնեք, արդյոք ձեզ համար սա ռիսկային է թե ոչ, ինձ համար ամենաիդեալական երևի կետերից մեկն է, որ կարելի է առնել, ինչքան էլ որ շատերը սենց վախից դրդված, վայ, հեսա բիտքոյնը ընկնելու է, ընկնում է, ոչինչ, թող ընկնի։ Բիտքոյնը ինչքան էլ ընկնի, ինքը բարձրանալու է։ Չկա տենց բան, որ բիտքոյնը չգիտես, բան է, կարող է մեռնի։ Եթե ուրիշ altcoin-ի մասին խոսքը գնար, միգուցե բիտքոյնը պատմությունը ցույց է տալիս, ինչքան էլ ընկել է, շարունակել է բարձրանալ դեպի վերև։ Այստեղ խնդիրը այն է, որ ժամանակի հարց է, ժամանակ, եթե այդքան կդիմանաք, չկպնեք ձեր բիտքոյնին եւ այլն, խնդրեմ դուք հաղթող եք դուրս գալու, բայց եթե չդիմանաք ու կպնեք, որովհետեւ չգիտեմ ինչ որ ցանկացած խնդիր պատճառաբանություն լինի, որ կպնեք բիտքոյնին, ապա դա արդեն ուրիշ խնդիր է, որը որ արդեն ինվեստիցիայի բիտքոյնի հետ կապված չի, այլ ձեր հետ է կապված խնդիրը։ Եվ ես անձամբ դեպի վերև եմ նայում, իջնում է, օքեյ, իջնում է էլի առ, միջև կբարձրանա։ Ով որ օքեյ է ստրատեգիային, շատ լավ, ով որ օքեյ չի, թող վաճառք քանի, միգուցեև ճիշտ լինի, միգուցեև փոշմանի, որ վաճառք արել է մակարդակից, համենայն դեպս ես այն տրամաբանությամբ եմ առաջնորդվում, որ սա բարձրանալու է, որովհետև դեռևս $200,000 չենք տեսել։ Այսքան է, Ժորժ ջան։ Հիշեք, որ fake hike-երից հեռու մնացեք, հիշեք, որ stop loss-եր օգտագործեք եւ եւս մի շատ կարեւոր բան ձեզ ասեմ, որ իմ 27,000 դրամանոց կուրսը, որը որ մանրամասն պրոֆեսիոնալ դասընթաց եմ ստեղծել, եթե միջև նոր տարի մարդիկ պատրաստ չլինեն այս գնով ձեռք բերել, ապա գինը բարձրանալու է ու բարձրանալու է բավականին շատ, որովհետև իմ նպատակը 27,000 դրամ, երբ որ գինը դրել եմ, այն է, որ մենք կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավենք այս
ամենի մեջ, կարողանանք զորք հավաքենք, կարողանանք մեծ թիմ ու խումբ լինենք, որ իրար հետ գնանք առաջ։ Եթե այդ ցանկությունը չկա, ապա գինը պարզապես բարձրանալու է։ Կհանդիպենք հաջորդին, հաջողություն։